Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Բայց ենք։ Ինչ ես պատրաստում լույս։ Տոտ։ Ում համար։ Կուկի համար։ Կուկի համար թե պապիկի համար։ Կուկի համար։ Լավ, կուկի համար էր, նաև կուկի համար, հա։ Օտա պապիկի համար։ Ատո պապիկի ծնունդն է։ Հա։ Ահա։ Կոկոն ատա պապիկի հետ փիչի։ Փիչես։ Իսկ ինչ տորթ ես պատրաստում։ Շոկոլադ տոտ։ Սնի։ Ջոմա դեմա ատա պապիկ։ Ողջույն։ Ինչպես խոստացել էի, մեծամասնության հավանության արժանացած տորթիկը կպատրաստենք պապիկի ծննդյան օրը ու հենց այդպես էլ անում ենք, ինչպես հասկացաք, սնիկերսներ շատ ձայներ հավաքել եւ հիմա կսկսենք պատրաստել։ Բայց մինչև ընթացքին անցնելը շնորհակալ եմ բոլորից հետ, ովքեր մասնակցեցին, շնորհակալ եմ նաեւ նրանցից, ովքեր նայեցին ու չմասնակցեցին, մենք ձեզանից էլ ենք շնորհակալ։ Իսկ հիմա արդեն անցնենք տորթիկին, որովհետև երկար ժամանակ է մեզ պետք պատրաստելու համար։ Հա։ Առաջինը կպատրաստենք կարամելը, որովհետև թե կարամելը, թե եփովի կրեմ ենք նույնպես պատրաստելու, դրանք պետք է սառեն, ժամանակ է պետք սառելու համար, դրա համար առաջինը կարամելը կպատրաստենք, հետո եփովի կրեմը կպատրաստենք ու այդպես փուլերով կհասնենք տորթիկի ավարտին։ Բայց խոստանում եմ, որ շատ համեղ տորթիկ ենք ստանալու վերջում։ Սկսեցինք։ Հա։ Առաջինը սկսում ենք կարամելից, որովհետև պետք է լավ սառեցնել։ Դրա համար շաքարավազը առաջինը լցնում ենք եւ երբ որ սկսի կողքերից արդեն շագանակագույն երանգ ստանալ, այդ ժամանակ որ սկսենք խառնել, իսկ մինչև այդ ձեռք չենք տալիս շաքարավազին, որպեսզի կարամելը ճիշտ ստացվի։ Մի փոքր նրբություններ ունի կարամել պատրաստելը։ Նայեք ինչ ենք ստացել, շաքարավազը համարյա թե հալվել է, շագանակագույն երանգ է ստացել, այս դեպքում արդեն կարող ենք թեթև խառնել իրեն, այնպես որ չայրվի։ Հիմա ավելացնում ենք սերուցքը, որը մի փոքր պետք է գոլացնել, որ տաք կարամելի վրա լցնելուց չայրվենք։ Հիմա կավելացնենք կարագը։ Նայեք ինչ սիրուն գույն ենք ստացել, սա ճիշտ կարամելի գույնն է։ Պետք է մուգ չլինի, որովհետև վառվածի համ կգա։ Իսկ սա ճիշտ գույն է, այսինքն ճիշտ կարամել ենք պատրաստել։ Ուրա։ Սրանից, որովհետև շատ է կախված մեր սնիկերսի համը։ Երբ որ կարագն արդեն հալում է, ավելացնում ենք մի փոքր աղ, աղը կարամելի հետ շատ համեղ է ստացվում, անպայման սա կանենք, բաց չթողնենք այս քայլը։ Եվ վերջ, կարամելն արդեն պատրաստ է։ Շոկոլադնի կրեմ է լինելու, այստեղ եփովի կրեմ ենք պատրաստելու, որի համար մեզ պետք է ծվի դեղնուցներ, կաթ, սերուցք, շաքարավազ, օսլա, կարագ եւ շոկոլադ։
Նայեք, այսենց սիրուն կրեմ ենք ստանում, շոկոլադնի, որը հիմա կտեղափոխենք սառները։ Հիմա հերթը հասավ կարամելիզացված գետնանուշին, որը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է շաքարավազ, ջուր և գետնանուշ։ Հիմա ցույց տամ դա ինչ ենք անում։ Այստեղ շաքարավազն ու ջուրն եմ լցրել, մի փոքր սա կեռացնենք և կավելացնենք գետնանուշը։ Տեսեք, արդեն սկսեց եռալը, այս փուլում ավելացնում ենք գետնանուշ և 5 րոպե այսպես ենք եփում։ Արդեն 5 րոպե է գետնանուշը կարամելի մեջ եփվում է, արդեն բավական է։ Հիմա սա տեղափոխում ենք ջեռոցի տապակի վրա, բայց անպայման պետք է սիլիկոնից կամ յուղաթուղթ տակ ունենա, որպեսզի հետո մեզ առանձնացնելը հեշտ լինի։ Հիմա ցույց կտամ։ Վերջ, գետնանուշն արդեն կովրիկի վրա է, սա տեղափոխում ենք ջեռոց 167 աստիճան, ջերմաստիճանը շատ կարևոր է, 167 աստիճան և 10 րոպե այնտեղ եփվում են ու հանում ենք։ Նայեք 10 րոպե անցել է, հիմա սա արդեն պատրաստ է։ Կհանենք և պետք է մի փոքր մանրեցնենք իրան։ Այստեղ տոպրակի մեջ մեր գետնանուշն եմ լցրել, կարամելիզացված, հիմա պետք է իրեն մի փոքր մանրացնենք, այսպես կծեծենք մի փոքր կմանրեցնենք։ Ինձ մոտ Սնիկերսի բիսկվիտը բրաունի է, բրաունի համար մեզ անհրաժեշտ է կարակ, շաքարավազ, երկու մասի եմ բաժանել, որովհետև սպիտակուցի և դեղնուցի հետ պետք է առանձին հարենք, շոկոլադ, այստեղ ինչ ունենք ալյուր, կակաո, փխրեցուցիչ, այստեղ ունենք դարչին, դարչինի համար շատ համեղ է լինում Սնիկերսի հետ և ձու։ Առաջինը կարակն ու շոկոլադը կհալեցնենք, որովհետև մի փոքր պետք է հովանան խմորին ավելացնելուց առաջ, դրա համար կարակը և շոկոլադը միասին կհալեցնենք։ Շոկոլադն ու կարակը հալված են, համասեր ստանանք և թողնենք սառի մի փոքր։ Սպիտակուցներն ու դեղնուցները կառանձնացնենք իրանից, մի ամանի մեջ կհավաքեմ դեղնուցը, մյուսի մեջ սպիտակուցը։ 100 գրամ շաքարավազը 6 ձվի դեղնուցով կտանք հարիչին, սպիտակուցի վրա կավելացնենք էլի 100 գրամ շաքարավազ և դա մենք կհարենք հարիչով, վերջում պետք է միացնենք իրար զանգվածները, լցրու, դե լցրու լուսի, ապրես։ Վերջ, դեղնուցները հարված են, սպիտակուցը հարված են, հիմա դեղնուցների զանգվածի վրա պետք է ավելացնենք հալված շոկոլադը, այս արդեն չէ պատ, կավելացնենք ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, մի պուջուրիկ էլ աղ և սա մի թեթև կխառնենք, ենք մոռացել, դարչին ենք ավելացնում, ամենակարևոր համը։ Վերջ, հիմա սպիտակուցային և դեղնուցային զանգվածները ձեռքով խառնում ենք իրար։ Վերջ, խմորն արդեն ամանի մեջ է, 24 սանտիմետրանոց ամանով եմ թխում, տեղափոխում ենք ջեռոց։ Հիմա երկու տեսակի կրեմ է մեզ պետք, սպիտակ և շոկոլադնի, սպիտակ կրեմի համար անհրաժեշտ է սերուցք և մասկարպոն։ Հիմա երկրորդ կրեմի համար այստեղ ավելացրել եմ սերուցք, մեր եփովի կրեմը, շոկոլադնի և կարամելի կեսը, որը որ պատրաստեցինք, մեզ կեսն է պետք։ Համարյա հասնում ենք վերջին։ Հիմա բիսկվիտները պատրաստ են, գետնանուշը պատրաստ է, երկու տեսակի կրեմները պատրաստ են։ Հիմա հավաքենք տորթը
ուղարկենք սառնարան, որից հետո նոր արդեն ընդհանուր տեսքի կբերենք իրեն։ Տեղափոխենք սառնարան 1-2 ժամով, մինչև սառի կամրանա։ Էլին սնիկեր սառան շոկոլադի։ Հիմա մնաց մեզ շոկոլադը պատրաստենք ու լցնենք տորթի վրա։ Այստեղ շոկոլադը եւ սերուցք։ Հալեցնում ենք եւ ստանում գլազուր։ Մի փոքր կոնյակ կավելացնենք գլազուրի վրա, որպեսզի փայլը տեղը լինի։ Եվ վերջ, սա կխառնենք ու պատրաստ է արդեն։ Եվ մի փոքր Փայլ կանենք։ Սիրելիներս, վերջ, իսկ կտրվածքը ավելի ուշ կնկարենք, դա նույնպես կներառեմ այս վիդեոյում, իսկ սա էլ այն խոստացված սնիկերսը, որը երկար ժամանակ սպասում էինք։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել, տարածել, միանալ մեր ալիքին։ Пока-пока!